այս պահին ինչպես կբնութագրեք Հայաստանի դիրքորոշումը եւ արդյոք ինչ քայլեր պետք է անի Հայաստանը, էլի։ Տեսեք, եթե շատ համառոտ իմ գնահատմամբ Հայաստանի դիրքորոշումը բավականաչափ զգուշավոր է եւ հասկանալի է ինչու։ Վերջին հաշվով ընդամենը 1 տարի եւ 2 ամիս առաջ է ստորագրվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը, նկատի ունեմ 2025-ի հունվարին եւ նաեւ Վաշինգտոնյան հռչակագրից հետո մենք տեսնում ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացում, փոխնախագահի այցը, պատերազմի սկզբից ընդամենը 2 շաբաթ առաջ տարբեր համագործակցության հուշագրեր կարծես թե կան միտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության խորացման։ Մյուս կողմից բոլորը հասկանում են ինչ կարևոր պետություն է Իրանը Հայաստանի համար եւ նաեւ փաստ է, որ գոնե 2021-24 թվականներին նաև Իրանը էական դեր է խաղացել այն հանգամանքում, որ կանխել է Ադրբեջանի կողմից ռազմական լայնածավալ հարձակում Հայաստանի հարավային շրջանների ուղղությամբ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Հետևաբար Հայաստանը բավականաչափ զգուշավոր դիրքորոշում ունի եւ բավականաչափ բարդ վիճակում է, ինձ թվում է, եւ ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է շատ ակտիվ լիներ, անկեղծ ասած, բոլորս պետք է հասկանանք, որ նախ այսպես ասենք, սա շատ ավելի մեծ պետությունների եւ շատ ավելի ազդեցիկ ուժերի մասնակցությամբ գործընթաց է, որտեղ գործընթաց, որի վրա Հայաստան ունի զրոյական ազդեցություն, այսինքն ազդեցությունը կարող է լինել միայն բացասական, երբ որ մենք կրենք այդ ազդեցությունը։ Մենք իրավունք չունենք որևէ հնարավորություն, այսպես ասենք, պրոակտիվ ձևով ազդելու ինչ-որ գործընթացների վրա, բերելու ռազմական գործողությունների դադարեցմանը եւ այլն, տեսեք, շատ ավելի հզոր եւ ազդեցիկ պետություններ, Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, մարդիկ արտգործնախարարների մակարդակով հանդիպում են, Չինաստանն է, այս քիչ թե շատ ակտիվ ներգրաված 3 Պակիստան-Չինաստան այդ 5 կետանոց հայտարարություն արվեց, դեպի այս համատեքստում ակնկալել, որ Հայաստանը ինչ-որ ակտիվ դիրքորոշում պետք է արտահայտի, ինչ-որ տեսակետներով հանդես գա եւ այլն, կարծում եմ այնքան էլ լուրջ չէ։ Գտնում եմ, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, փորձի հնարավորինս, այսպես ասենք, մի կողմից պահպանել Իրանի հետ բարիդերացիական հարաբերություններ որքանավոր հնարավոր է, մյուս կողմից էլ փորձել այս Միացյալ Նահանգների հետ նկատվող դրական միտումները պահպանել, իսկ սովորաբար նման դեպքերում կան իրավիճակներ, երբ ինչքան քիչ քայլեր ես անում եւ հայտարարություններ ես անում, այնքան բացական հետևանքները կարող են ավելի քիչ լինել։ Հետեւաբար, նորից եմ ասում, Հայաստանը ունի բավականաչափ զգուշավոր մոտեցում, փորձում է սպասել, հասկանալ ինչ է կատարվում, հույս ունենալ, որ այս ամենը հնարավորինս շուտ կավարտվի, այսինքն գոնե չի դառնա ինչ-որ Ռուսաստան-Ուկրաինա նոր պատերազմը տարիներ տևող, ինչը ընդհանուր առմամբ ինձ թվում է տրամաբանության շրջանակում է։ Մի քիչ թեթև ավելացում ընդամենը նրա մասին, որ Հայաստանը որոշ քայլեր ձեռնարկել է Իրանի հետ կապված, օրինակ շնորհավորել է միշտ, երբ որ նոր պաշտոնյա անձեր են նշանակվել եւ հումանիտար օգնություն էլ ուղարկվել է, դրանից ավել ինչ էլ հիմա Հայաստանը անի, մենակ Բենյամինի հետ համաձայն եմ, մենակ վնաս է լինելու, հիմա այդ բալանսը պահելու համ Իրանի, համ ԱՄՆ-ի հետ շարունակել ունենալ լավ հարաբերություններ, դա ինձ թվում է գլխավոր խնդիրն է այստեղ, ու ճիշտը որ ասենք, ես նենց չի, որ շատ այդքան պետություններ աշխարհում կան, որ Հայաստանից ավելի ջերմ են Իրանին վերաբերվում այս պահին, տենց որ փորձենք նայել, այնտեղ կան խնդիրներ ԱՄՆ-ի ու Եվրոպայի մեջ, ինչ որ, բայց որ ասես, որ հերթ է կանգնած հումանիտար օգնություն ուղարկողների, դա էլ ճիշտ չի։ Շնորհակալ եմ, հարցեր